Ամնուր լրատվականի բացառիկ տեղեկությունների համաձայն հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների դեպքերով համատարած կալանավորումներ են։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն զանգվածային անկարգություններ կատարելու համար կալանավորվել են Հենրի Գևորգյանը, տնային կալանքի տակ է անչափահաս երեխա, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում։ Մեզ քիչ առաջ հայտնի դարձավ 2 ամսով կալանավորվել է ԳՂ-ն, ՆՂ-ն կալանավորվել է 40 օրով, ՌՍ-ն կալանավորվել է 40 օրով, ԿՀ-ի եւ նրա եղբոր ԿՀ-ի նկատմամբ կալանավորում է ընտրվել 2 ամիսը, ՀՄ-ի նկատմամբ կալանք է ընտրվել 2 ամիսը, ԱՊ-ի նկատմամբ խափանամիջոց է ընտրվել տնային կալանքը 1 միլիոն գրավը եւ բացակայելու արգելքը։ Փաստացի այս պահին կալանավորված է 9 անձ, իսկ թե ինչ ճակատագրի է արժանանալու մյուս 20 անձիկ, որոնց նկատմամբ նախաքննական մամլինը քրեական հետապնդում է սկսել, հետևեք մեր հրապարակումներին։ Քիչ առաջ նաեւ մեզ հայտնի դարձավ, որ կալանավորվել է նաեւ մեր ձևովի անդամ Ռուբիկ Մխիթարյանը, որը ըստ էության Գյումրիում էր գտնվում որպես փաստաբան իր մասնագիտական գործունեություն իրականացնելու եւ ինչպես երևում է տեսանյութում նա բնակիչներին, քաղաքացիներին հանգստացնում էր։ Հիշեցնենք, քննչական կոմիտեն 3 հայտնեց, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու եւ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 37 անձ։ Ըստ քննչականի առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրիում համայնքապետանի վարչական շենքում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետանի վարչական շենքի մոտ, այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում հավաքվել են մի խումբ անձիկ, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել։ Արդյունքում 19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջիններս նկատմամբ, ինչպես տեսանք, դատարանը մեծամասամբ կիրառել էր խափանման միջոց կալանավորումը եւ տնային կալանքը։ Իսկ թե ինչ է սպասվում մյուս 10 անձանց, հետևեք մեր հրապարակումներին։